Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 6-ն է, առավոտյան ժամը 9, տեղական ժամանակով, հետ Ամերիկայի։ Այս ձայնային հաղորդակցությունս ի տարբերություն մյուս բոլորին ձայնային հաղորդակցությունների կլինի մաքսիմալ կիրթ, բայց դուք գիտեք, որ իմ կիրթ հայտարարությունը իրենից ենթադրում է, որ հաջորդը լինելու է մաքսիմալ ոչ կիրթ։ Այս կիրթ կուլտուրական հայտարարությունը ես ուզում եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության օրենքով գողերին եւ քերոպներին։ Եվ հուսամ, որ բոլոր այլ լրատվամիջոցները, որոնք որ գտնվում են այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժի ազդեցության տակ, անպայման այս հաղորդակցությունը կտարածեն, սկսած Վանեցյանից, որ ձեռիցակ ունի մի շատ լրատվամիջոցներ։ Եվ այսպես հարգարժան օրենքով գողեր, ավտորիտետնի եւ քերոպնի։ Ես խոսում եմ ձեզ հետ որպես ոչ թե ոստիկան, նախկին ոստիկան կամ ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյան։ Ես խոսում եմ ձեզ հետ այս հայտարարությամբ որպես քաղաքական գործիչ, պետական գործիչ Վարդան Ղուկասյան։ Ուրեմն նայեք, Խորհրդային Միության ժամանակվանից սկսած եւ մինչեւ հիմա օրենքով գողերը ենթարկվել են շատ խիստ ժառանգական եւ ոչ ժառանգական փոփոխականության։ Ավելի շուտ ոչ ժառանգական փոփոխականության։ Ոչ մի կերպ մենք չենք կարող համեմատել սովետական միության օրենքով գողերին եւ ձեզ իրար հետ։ Համեմատելու չի։ Օրինակ, չենք կարող վերցնել Սվոյի Ռաֆին, երջանկահիշատակ եւ համեմատել ձեզանից որևիցե մեկնումեկի հետ։ Անհնարով։ Եթե մենք վեկալենք ձեզ բոլորին, դնենք նժարի մի կողմի վրա, Սվոյի Ռաֆին մյուս կողմի վրա, դուք բոլորդ կհայտնվեք օդի մեջ։ Բայց ուզենք թե չուզենք, հիմա դուք կոչվում եք օրենքով գող, քերոպնի, մի մասն էլ ավտորիտետնի։ Հիմա այս իշխանությունը, թրքահպատակ իշխանությունը որոշել է ձեզ օգտագործել։ Այդ ինֆորմացիան իմ մոտ արդեն հաստատվել է, գրուկը ու պեչատուկը, որ հասել է ինձ։ Հիմա ձեզանից ոմանք որոշել են, այսպես ասած, աջակցել այս թուրքերին։ Ոմանք դեռ տվայտանքների մեջ են։ Ուրեմն իմ բարի խորհուրդը նրանց, ովքեր որ փորձում են սրանց աջակցել, Նիկոլներին, Ալեններին եւ այլն։ Նրանց, որոնք որ տվեցին Արցախը, որոնք որ տվեցին Հայաստանից գյուղեր, շրջաններ, գետեր, լճեր, որոնք տվեցին 5000 զոհ եւ ասեցին զոհվեցին հանուն ոչնչի, որոնք 15 հոգու սախսախ վառեցին, երկիրը վերենացել նարկոտրաֆիկի կենտրոնից, այլանդակե այլասերել են ամեն ինչ, եւ դուք որոշում եք սրանց աջակցել։ Հիմա նայեք, այդ աջակիցները, աջակցողները ունեն երկու ելք։ Առաջի ելքը հավաքում են իրենց վեշվեշոկը, հեզվաղմանից սկսած եւ հեռանում են Հայաստանի Հանրապետությունից, այնքան ժամանակ մինչև ավարտեն ընտրություններ եւ դրանից հետո վերադառնում են։ Երկրորդ ելքը իրանք իրենց խոդով մնում են իրենց տեղը մինչև իրենց գան տանեն բանտ, չէ որ բանտը ձեր տունն է, ուկրալ, վիպել, ծրմու, ռոմանտիկա։ Եվ այն օրենքով գողը, որը խուսափում է բանտից, դրան չի կարելի անվանել օրենքով գող։ Այսօր օրենքով գողերը ֆռում են այդ այդպես լաքշերի մեքենաներով, այդ սույթուն հագնվում, տուն, տեղ, սիրուհիներ, աղջիկ, կտանիկ, երեխեք եւ այլն եւ այլն եւ այլն։ Բիզնեսներ, այդ չէ լավ օրենքով գող։ Այդ է լավ բիզնեսմեն։ Բայց հիմա նույնիսկ գնում է դա։ Դա գնում է բանտ։ Այս երկու տարբերակը ձեր փրկությունն է։